Քանի որ կռապաշտները պաշտում եւ երկրպագում էին ամեն նյութ, առաքյալներն ու հայրապետները հրամայեցին խաչ պատրաստել ամեն նյութից էլ, որպեսզի կուռքերի կրոնն ու երկրպագությունները փոխարինվեն խաչի երկրպագությամբ եւ կրոնով, եւ կուռքերը ոչնչանան, խաչի միջոցով սրբվեն պիղծ նյութերը, ինչպես Տերն ինքն անշնչացավ խաչի վրա, որպեսզի անշունչ պատկերների պաշտամունքը դեպի իրեն ձգի։ Երրորդ հարցն է, թե ինչու ենք հացով եւ գինով պահում պատարագը, իսկ փայտն այլ նյութով փոխարինում։ Ասենք, որ Քրիստոս իր մարմինն ու արյունը տվեց իբրև կերակուր հացով եւ գինով եւ ասաց. «Այս արեք իմ հիշատակի համար»։ Սակայն ի նշան փրկության մեզ չտվեց փայտը, այլ խաչը։ Այդ պատճառով էլ տարբեր նյութերից ենք պատրաստում այն։ Ուստի հայտնի է նաև, որ առանց որևէ նյութի անգամ խաչի նշանն ենք դրոշմում մեր դեմքերին եւ սրտում, եկեղեցում եւ բոլոր այն վայրերում, ուր անհրաժեշտություն է առաջանում։ Դարձյալ ասում ենք, որ պատարագի ժամանակ Քրիստոս հացի եւ գինու գոյացությամբ միանում է դրանց որակներով, որովհետեւ գոյացությունը փոխարկվում եւ դառնում է Քրիստոսի մարմինն ու արյունը։ Իսկ խաչի դեպքում հակառակն է, Քրիստոս միացած է եւ խաչի նշանին, եւ ձևին, եւ նյութին։ Եվ որովհետեւ ձևն առանց նյութի չի կայանում, այդ պատճառով ամեն մի նյութից, որ ամուր է եւ պահում է ձևը, պատրաստում ենք խաչը։ Չորրորդ, խաչի նյութն է պաշտելի, ձևը թե գործը։ Ասում ենք, որ առանձին սրանցից ոչ մեկը, քանզի բազմաթիվ են խաչի ձև ունեցող նկարներն ու կենդանիները, որոնք պաշտելի չեն։ Նաև նյութն առանձին, փայտն ու քարը, մահարար գործը պաշտելի չեն, սակայն միասնաբար պաշտելի է խաչը, քանի որ Քրիստոսի զորությունն է միացած նրան, որի համար նախ օշնում եւ օծում ենք խաչը, ապա երկրպագում, որովհետեւ Քրիստոս օրհնությամբ միանալով նրան անբաժանելի է ձևից, նյութից եւ գործից։